Տաղանդավոր ընտանիքներում ծնվում ու մեծանում են տաղանդավոր երեխաներ։ Այսօր մենք համոզվեցինք, երբ Գրիգորյանների տանն էինք։ Նրանց փոքրիկներ ուլունքներով նկարներ էին հավաքում, այնքան ջերմ, այնքան հաճույքով, որ կողքից նայելն անգամ հաճելի էր։ Աննան ընտանիքի դուստրը դպրոց է հաճախում, իսկ փոքրիկ Մհերը մանկապարտեզ, բայց նրանք երկուսն էլ մեծ սեր ունեն արվեստի նկատմամբ։ Ես Աննա Գրիգորյանն եմ, ապրում եմ Նինոց-Մինդայում, ծնվել եմ արվեստագետների ընտանիքում։ Ես այս նկարը իմ ծննդյան օրվանից մի 3 օր եմ նկարել և այսպես գեղեցիկ նկար եմ ստացել։ Այս աշխատանքները ինձ համար շատ հեշտ են և ես դպրոցում լավ եմ սովորում։ Բացի նկարչությունից Աննան սիրում է օգնել մայրիկին ու տատիկին։ Գեղեցիկը փոքրիկ աղջնակի համար ունի իր ուրույն տեղը, և նա օրվա մի մասը նվիրում է ծաղիկներին, ջրում է, մաքրում ավելորդ խոտերը, իսկ փոքրիկ Մհերը այս ընթացքում նրա կողքին է և օգնում է քույրիկին։ Իմ հայրիկը և մայրիկը նկարիչներ են։ Ես իմ հայրիկի և մայրիկի պես սիրում եմ նկարել, սիրում եմ ուլունքներով նկարներ անել, օգնում եմ տատիկիս ծաղիկները ջրելու, մայրիկիս։ Նկարահանման ավարտին կարողացանք վայելել Աննայի երգը «Ամպի տակից»։ Մաքուր ու զուլալ ձայնով նա մեզ նվիրեց գեղեցիկ ակնթարթ, որից հետո հրաժեշտ տվեցինք մեկ անգամ ևս հյուրընկալվելու ակնկալիքով։ Ամպի տակից ջուր է գալիս, դոշ է տալիս, փրփրում, էլում յարել նստած լալիս, հոնգուր, հոնգուր են սարում, էլում յարել նստած լալիս, հոնգուր, հոնգուր են սարում, այ պաղ ջրեր, զուլալ ջրեր, որ գալիս եք սարերից, գալիս անցնում հանդուչորեն, յարսեղ խմեք էդ ջրից, գալիս անցնում հանդուչորեն, յարսեղ խմեք